Պարոն Ասլանյան, Հայաստանում ողբերգություն է տեղի ունեցել, սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ընդդիմադիր Վալոդիա Գրիգորյանը, տեղի ունեցածի մասին, դեպքի մասին ինչ կարող եք ասել։ Դեպքի մասին որևէ բան չեմ կարող ասել, շատ ցավալի ողբերգական դեպք է, ուղղակի կարող եմ ասել, որ ամենազավեշտարն եւ ողբերգականն այն է, որ մենք այլևս չենք զարմանում, այլևս կարծես նմանատիպ մեթոդներով, ծեծով, ջարդով, բանտերով, սպանություններով այս երկրում դառնում է հարց լուծելը ձեռագրի ձև ու տեսակ, կարծում եմ ամենասարսափելին դա է։ Երիտասարդ տղա, արդյունավետ համայնքի ղեկավար, ընտրված համայնքի ղեկավար եւ անկախ շարժառիթներից, անկախ այդ հանցագործության տակ ինչ կա թաքնված, ամեն դեպքում ինքը իր ցինիզմով այս հանցագործությունը եւ էությամբ լավ բանի մասին չի խոսում, սա աղտոտված, սա կեղտոտված մթնոլորտի մասին է խոսում, երբ որ մարդիկ նման հասարակության համար վտանգավոր եղանակով հարցեր են լուծում, թե ինչ հարցեր են լուծում եւ ինչի համար դա գուցե քննությունը կպարզի, բայց ամեն դեպքում հանցագործության որակը, ցինիզմն ու այդ բացահայտ մարտահրավերը, որ պաշտոնատար անձի դեմ է ուղղված, դա խոսում է շատ վատ մթնոլորտի մասին։ Պարոն Ասլանյան, իշխանությունը որքանով է պատասխանատվություն կրում այս դեպքի համար, որտեղ սոցիալական ցանցերում հանրության մեջ կարծես մեղադրում են իշխանությանը, իրավապահ մարմիններին։ Գիտեք, դեպքը եթե մասնավորեցնենք, ըստ էության չեն կարող այս բանին ասել, ընդհանուր առմամբ մթնոլորտի, ընդհանուր առմամբ վերջին տարիներին տեղի ունեցող երևույթների ֆոնին իշխանությունը կրում է պատասխանատվություն, բնականաբար նաև իր իրավապահ համակարգով, բայց ամեն դեպքում իրավապահ ինչ կարգի համակարգ է լինի, հանցագործությունները բացառել չի կարելի, ես կարծում եմ, որ նաև սա պատվի հարց է ոստիկանության ու հարակից օգնող իրավապահ մարմինների համար, քանի որ նաև ոստիկան է զոհվել, կարծում եմ, որ ամեն ինչ կանեն դեպքը բացահայտելու ուղղությամբ։